Այսօր Հայաստանում քաղաքական դաշտը մարդկանց բաժանել է արևմտամետ և ռուսամետ խմբերի։ Ինչ նպատակ է սա հետապնդում։ Որպեսզի հասկանանք ռուսամետ եւ արևմտամետ քաղաքական ուժերի իրենց ինչ են ներկայացնում, պետք է հասկանալ նախ առաջի հերթին արևմուտք ինչ է եւ Ռուսաստան ինչ է։ Սկսենք ԱՄՆ եւ Եվրոպայից։ Դրանք կապիտալիստական երկրներ են, ԱՄՆ կապիտալիստական երկիր է, որտեղ իր բոլոր արդյունաբերությունը դա մասնավոր է։ Սկսած ռազմաարդյունաբերությունից վերջացրած մեքենայաշինությունից։ Այդ կորպորացիաները երեքն են՝ BlackRock, Vanguard, State Street։ Սրանք աշխարհի հզոր կորպորացիաներն են, որոնք տիրապետում են աշխարհի հնայի 25%-ը։ Այլ խոսքերով ասած, սրանց անվանում են գլոբալիստներ։ Դոնալդ Թրամփը ներկայիս նախագահն Ամերիկայի իր ամբողջ հյուրանոցային բիզնեսը մտնում է BlackRock կորպորացիայի մեջ, հետևաբար նա այդ կորպորացիայի մենեջերն է նախագահի տեսքով։ Իր տեղակալը Վենսը, որը որ այցով եկավ Հայաստան եւ Հայաստանը էйֆորիայի մեջ էր, նույնպես մենեջեր է մեկ ուրիշ կորպորացիայի, որը թվային կորպորացիա է, կոչվում է Palantir։ Վենսի քաղաքական հովանավորն է Պիտեր Թիլը, որը որ ֆինանսավորում էր Վենսի ամբողջ քաղաքական արշավը 15 միլիոն դոլարով։ Հետևաբար սրանք այդ կորպորացիաների մենեջերներ են։ Վենսի այցը Հայաստան ինչ էր նշանակում։ Նշանակում էր ծրագրային ապահովում, ԱԹՍ-ներ, անվտանգություն եւ այլն եւ այլն։ Սա ինչ է նշանակում։ Այդ ծրագրային ապահովությունը, այդ անվտանգությունը, որը որ առաջարկում էր Վենսը, սա աշխատում է Palantir-ի կորպորացիայի ալգորիթմով եւ կոդերը Palantir-ի մոտ է։ Հայաստանը չի տիրապետում այդ կոդերին։ Սա նշանակում է, որ մենք ձեզ կպաշտպանենք, բայց նաեւ մենք կարող ենք անջատել այդ ձեր պաշտպանություն կոչվածը։ Այսինքն, այլ խոսքերով ասած, սա թվայնացման օկուպացիա է, գաղութացում։ Հայաստանին գաղութացնում են ոչ միայն ընդերքով գնելով Հայաստանի ընդերքը որպես սեփականություն, նաև թվային ոլորտում։ Եվ հետևաբար Հայաստանում այդ օրենքների փոփոխությունները եւ այլն, այդ հայտարարագրումները, անցում քարտային վճարման եւ այլն, այս բոլորը աշխատելու է այդ Palantir-ի համակարգով, որպեսզի հասկանաք Palantir-ը իրենց ինչ է ներկայացնում։ Palantir-ի ալգորիթմներով աշխատում են ՑՌ-ում, Պենտագոնը եւ այլն։ Շատ չեմ մանրանում, թեման ծավալուն է, ես պետք է շատ կարճ ժամանակի մեջ ձեզ ասեմ։ Palantir-ում նաեւ գործում է Anduril-ի ծրագրային մեկը հավաքում է քաղաքացիական տվյալները, մյուսը ռազմական եւ լրտեսական։ Այսինքն Հայաստանին տանում են թվայնացման օկուպացիայի։ Ամբողջ Հայաստանի գործարքները, աշխատավարձներ, թոշակներ, փոխանցումներ, բոլոր այդ տվյալները գնում է Palantir-ի։ Գերմանիան 2023 թվականին սահմանադրությամբ օրենք ընդունեց, որպեսզի հրաժարվեն Palantir-ի ծրագրից, քանի որ Գերմանիային նույնպես Palantir-ի Գերմանիայի ոստիկանությունը աշխատում էր Palantir-ի ալգորիթմով եւ Գերմանիան հասկացավ, որ իր բոլոր տվյալները ոստիկանություն, ժողովուրդ հավաքագրվեց այդտեղ։ Սա ամեն ինչ հակիրճ եմ ասում։ Հիմա վերադառնանք Հայաստանի սահմանագծման եւ սահմանազատման Google Քարտեզ պրոյեկտին։ Ինչու սա արվեց Google Քարտեզով։ Google-ը պատկանում է Alphabet կազմակերպությանը։ Alphabet կազմակերպության բաժնետերերն են BlackRock եւ Vanguard-ը, որոնք որ Հայաստանի ընդերքն են առնում։ Հետևաբար Google քարտեզի միջոցով
Google-ի սպուտնիկները ցույց էին տալիս Հայաստանի ընդերքի ամբողջ հարստությունը եւ տեղը։ Այդ իսկ պատճառով Google քարտեզով արվեց այդ գործողությունը։ Հիմա դուք սա լսում եք առաջին անգամ, սա ձեզ ոչ մեկ չի ասել։ Հայաստանը գնում է գաղութացման։ Սա Ամերիկայի մասով։ Հիմա վերադառնանք Եվրոպա։ Ինչ է ներկայացնում իրենից Եվրոպան։ Եվրոպական բանկերի այդ օգնությունները Հայաստանին տարբեր պատրվակներով, թե Հայաստանի զարգացման եւ այլն, եվրոպական բանկերի բաժնետերերն են Vanguard-ը եւ BlackRock-ը, այսինքն իրանց փողերն է գալիս Հայաստան։ Եվ նաև ասեմ, որ Հայաստանի որոշ բանկերում բաժնետերը Եվրոպայի վերակառուցողական զարգացման բանկը։ Դրանցից մեկն է ձեզ հայտնի Ամերիա բանկը։ Իսկ այս բանկը վերակառուցման զարգացման եվրոպական բանկը ներդրումներ անում Լաչինի տարածքում, Քարվաճարի տարածքում, հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Այդ իսկ պատճառով այդ բանկի բաժնետեր Ռուբեն Վարդանյանը հայտնվեց այնտեղ, որտեղ հիմա է, սա էլ այս պատմությունն էլ իր մասով։ Հիմա Ֆրանսիան, հայասեր Ֆրանսիան, հայերի բարեկամ Ֆրանսիան եւ հայերը շատ են սիրում Ֆրանսիային։ 2023 թվականին Լաչինի միջանցքը երբ որ փակել էին, Արցախի ժողովրդին կապել էին սովի, Ֆրանսիան ուղարկեց 10 ֆուռ ուտելիք, դեղորայք, շորեր եւ ուղարկեց իրենց Փարիզի քաղաքապետին, որպեսզի այդ Լաչինի հատվածում գա սիրուն հայամետ ճառեր ասի։ Միաժամանակ մյուս կողմից, հակառակ Ադրբեջանի կողմից, Ֆրանսիան ուղարկեց Total Energy կորպորացիային եւ ֆրանսիական պետական ներդրումային հիմնադրամների ֆոնդը, որը կոչվում է Caisse des Dépôts, եւ բանակցում էին այդտեղ ներդրումների մասին։ Մի ձեռքով ձեզ տալիս էր մի բան, իսկ մյուս ձեռքով իր շահերն էր սպասարկում։ Եվ այդ ներդրումները տեղի ունեցան, որպեսզի այդտեղ պետք է արտադրվի էլեկտրաէներգիա եւ այդ էլեկտրաէներգիան պետք է գնա Եվրոպա Սև ծովի մալուխների միջոցով։ Նաեւ ձեզ ասեմ, որ այդ պրոյեկտի մեջ իր մասնակցությունն ունի հարևան Վրաստանը, Հունգարիան եւ Ռումինիան։ Սա էլ Եվրոպայի մասով։ Հետևաբար ձեզ այդ արևմտամետ կոչված գործիչները տանում են ձեզ դեպի գաղութացում։ Արևմտամետ քաղաքական գործիչները, դրանք մենեջերներ են փոքր մակարդակի եւ ձեզ այդ լոզունգներով մենք գնում ենք Եվրոպա, մենք գնում ենք զարգացում, մենք գնում ենք չգիտեմ ուր եւ ձեզ տանում են գաղութացում։ Հիմա ռուսների մասով։ Ռուսները այս տեխնոլոգիաների հարցում չոբան են։ Իրանց մոտ գործում է ուրիշ սիստեմ։ Ռուսներն էլ հայերի փրկիչը չեն եւ հայերի դաշնակիցը չեն, ինչպես Եվրոպան։ Ռուսները այս Հայաստանի ընդերքի վերաբաշխման մեջ, այս պատմության մեջ դուրս են մնում։ Իրանց նպատակն է գործող նախկին ներկաներով վերականգնել իրանց ներկայությունը եւ Հայաստանի ընդերքի վերաբաշխման մեջ ունենան իրանց վերահսկող փաթեթը,
Սա էլ ռուսական ամբողջ պատմությունը։ Այս ամեն ինչը ես ձեզ կարճ եմ ասում, որպեսզի հասկանաք ինչա կատարվում։ Եվ ձեզ տանում են կործանում, եւ այդ կործանումը վերջնական շատ մոտ է 6 ամիս հետո, ընտրություններից հետո։ Այսքանը։